Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, գիտեք, որ ավանդույթի համաձայն շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ, փոքրիկ առողջական խնդիրներ ուներ պարոն Նահապետյանը, առողջություն մաղթենք եւ ուրախ ենք, որ մենք այսօր միասին եթերում ենք։ Առավոտը բացվել է, բայց ինչպես միշտ, ինչպես վերջին 7 տարիների ընթացքում առավոտը բարի չի հայ ժողովրդի համար։ Եվ այսպես է լինելու, քանի դեռ ազգակործան պատուհասը, ինչպես ասում էր առաջին նախագահը, կապիտուլյանտը, ինչպես ասում էր երրորդ նախագահը եւ ստախոսության, բիոսարքը, ինչպես ասում էր երրորդ նախագահը, շարունակում է մնալ Հայաստանի գլխին եւ ղեկավարել։ Հիմա պատուհասը կամ ստախոսության բիոսարքը երբ խելագարված առավոտյան վերեկացել ինչ-որ բան է մտածել եւ հրահանգել է, որպեսզի գնան հերթական անգամ եկեղեցու ուղղությամբ եւ այսպես 24-ի տեղեկություններով Արագածու թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ Փառեխ քահանա Առաքելյանի ձերբակալությունները իրականացրել են ԱԾ աշխատակիցները։ Ոչ ավել ոչ պակաս, նույն օրը նույն ժամին ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեխ քահանա Առաքելյանը, Արմենիա Սպուտնիկին ասել է Տեր Եսայի քահանա Արտենյանը, Տեր Եսային նաև հայտնել է, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տունը։ Նրա խոսքով Սրբազանին տանում են քննչական բաժին, նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Վեհապարի քրոջ որդին է, խելագարվածը, չգիտեմ, խելագարը ինչեր է անում։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի ունեցավ, ճիշտ ասած հուշումը պարոն Նահապետյանին էր, այս ամենը տեղի ունեցավ, երբ որ Փաշազադեն հայտարարություն արեց 2 օր առաջ ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունները ջանքեր են գործադրում կառուցողական համագործակցության մթնոլորտում խաղաղություն կառուցելու համար, հայ առաքելական եւ հայ եկեղեցի եւ Սփյուռքը բոլոր ուժերով ապակառուցողական քարոզություն են իրականացում այս գործընթացը խափանելու համար։ Փաշազադեի խոսքից մեջ բերում եմ անում վերոնշյալ ցնդաբանություններ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ցարթեն Նյուզի մեկնաբանությունն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ հնչեցրել է այսպես կոչված Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեխ Ուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն։ Մենք տեսնում ենք մեջբերման սկիզբ, մենք տեսնում ենք, որ մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման հրեստականքին տեսեք, շարունակում էր զառանցանքները Փաշազադեն, բացի դրանից նա փորձել է չնեղվես Նիկոլ, որ այսպես է մեկնաբանում, բացի դրանից նա փորձել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ յուրացումը որպես վերականգնողական աշխատանքներ ներկայացնել։ Ահա այսպիսի իրավիճակ նկատառումն է պարոն Նահապետյանին էր, որ ուղղակի Փաշազադեն հրահանգը տվեց եւ այս մարդը աշխատում է։ Միանգամից մեկնաբանեք թե ինչ է տեղի ունենում, ինչու է ուղղությամբ գնում պարոն Նահապետյան եւ նաեւ հարցը ստա, որ ընթացքում ձեզ չխանգարեմ, արխիվում վաղ շաբաթի ընտրություններն են, 3 էր մենք այստեղից հնչեցրեցինք, որ այսօր շատ բան է կախված վաղաշաբաթցիներից, շատ բան է կախված Էջմիածնի բնակիչներից, ինչ որ իմաստով հայ ժողովրդի ապագա ճակատագիրն է որոշում եւ ակնհայտ է դառնում, որ իսկապես ցնդեխելագարվել է սա, այս իր քայլերից դա երևում կամ գուցե կհամաձայնեք սարսափելի վախեցած է, հարցումները լավ էլի ձերբակալությունը։ Ես ուղղակի չգիտեմ, հիմա արդեն այս դուք ընթերցեք, ես կմեկնաբանեմ խնդրեմ։ Ինչ է տեղի ունենում, չէ, մեզ մոտ տեղադրված չի։ Սկզբում են պիտի տեղադրեիք, հետո նոր ձերբակալվել է այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեհը, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդ քահաները, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձինք, փաստաբան Արա Զորակը։ Լավ, եկեք գիտեք ինչ։ Ոչինչ, ես վերջին իրա վերջին բաներն այ։ Անժելա, գոնե այս տաղավարից քո հյուրեր եւ դուք դի այտենց այդպես խիստ չզարմանաք, որտեղ մենք սա գնահատում ենք, որ այդպես էլ պիտի լինի։ Օկուպացիոն տարածքում ցանկացած դիմադրություն, օջախ, անձ, կառույց, օկուպացիոն ռեժիմի դեմ կռիվ տվող օղակա։ Օկուպացիոն ռեժիմը այսօր խաղի կանոններով նաև օգտագործում է իբր ժողովրդավարական,
նախաքննություն, դատաքննություն, ընտրություններ, այս բոլորը, բայց իրականում մենք միշտ արձանագրել ենք եւ փառք Աստծո, որ իմ այս գնահատական հետ հիմա եւ քաղաքական դաշտում եւ փորձագիտական շրջանակներում շատերը կիսում են այդ գնահատականը, որ Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ իշխանությունների կողմից է կառավարվում։ Եվ սա այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, դրա հետևանքն է։ Հիմա այո, ես առավել քան վստահաբար եմ ասում, որ նախորդ անգամ նույն Կովկասի մուսուլմանների վարչության մավեդականների վարչության ղեկավար Շեյխ ուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն ասել է ուղիղ հաջորդ օրը Փաշինյանի զուգընկերը ինքը սկսեցին այն մեծ արշավը, որտեղ իրենց բերանը ախորդ դարձրած ամենավերջին վայրահաճությունները, մեղադրանքները, գրառումները նկատի ունեք, այո։ Սա առաջին քայլը արվեց այս անձի կողմից, Փաշազադեի կողմից։ Հիմա դուք ընթերցեցիք, այո, եւ շատ ճիշտ է, դուք նայեք ինչ ասում։ Փաշազադե, ես ուզում եմ նորից մեզ լսողների համար ընթերցել։ Մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, ուշադրություն դարձեք, այսինքն Փաշինյանի մասին գնահատականը քաղաքական ղեկավարը քայլ է ձեռնարկում խաղաղության ուղղությամբ։ Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման։ Այդ որտեղ է կոչալ, ընդ որում եկեղեցին մեր այդ հայտարարությունները ստահոդ որակելով հայտարարությամբ հանդես եկել։ Այսինքն չկա որևիցե մեր եկեղեցու կողմից հայտարարություն կեցված եւ այլն, որից կարող ենք հետեւություն անել, որ մեր եկեղեցին ռևանշիզմի եւ բախման մասին կեցված կա դրսևորում։ Հիմա այստեղից հետեւություն, բա սրանից հետո սա ինչի է արվում։ Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ պատվերը, գիտեք ինչ, նախորդ անգամ երբ Փաշազադեն սա այս կեցված դրսևորել էր, նաև կար Վեհափար Հայրապետի Շվեյցարիայի քաղաքի հայտնի Այո, անմիջապես հենց։ Հիմա մեր եկեղեցու Վեհափար Հայրապետի կողմից, Բարձրաստիճան հոգևորականների կողմից նման գնահատականներ չկան։ Հետևաբար, հարց առաջանում։ Արդյոք առաջին քայլը Փաշազադեից է, թե առաջին քայլը Փաշինյան Նիկոլից է, որը ընդհանրապես պաս է տվել Փաշազադեին եւ Փաշազադեի հրահանգի համաձայն հիմա ինքն է սկսում։ Իսկ ինչու է նման բան արվում։ Սա ուղղակիորեն մենք բերում ենք, կապում ենք եկեղեցու ազդեցությունը բացարձակ առումով, հեղինակային առումով, հավատավոր զավակների քանակի առումով Էջմիածին քաղաքի եւ հարակից գյուղերի ընտրություններ։ Վեհափար Հայրապետի մենք գիտենք չէ որ գյուղից է։ Գիտենք չէ որ շատ հոգևորականներ սրբազաններ կա Ոսկեհատ գյուղից, որ այս ընտրություններին Ոսկեհատը մասնակցելու է։ Էջմիածին, Ոսկեհատ եւ Խոյ համայնք խոշորացված։ Այսինքն այս ընտրությունների նախընթացը։ Իհարկե, դուք բայց ես հետ համաձայն եմ, ես եմ ասել, սա փոքր Սարդարաբադ է, մեծ ընտրություններից առաջ, այստեղ, ասեմ ինչի, որտեղ եթե ընտրությունների ժամանակ իշխանությունը խայտարակ պարտություն է կրում։ Իսկ շատ բնական է, որ քաղաքացիները նաև լսում են, հարգում են, նկատի ունեմ այդ իմ նշած 3 համայնքների բնակիչները, որոնց մոտ հեղինակությունը եկեղեցու բացարձակ է։ Չկա Հայաստանում այլ բնակավայր, որտեղ բնակիչները, այդտեղ ապրողները եկեղեցուն այդքան մոտ չլինեն եւ ֆիզիկական եւ հոգեվոր առումով։ Այսինքն այդ տարածքի ժողովուրդը այս կամ այն ձևով մեծամասամբ մեր եկեղեցու ինչն է հավատավոր զավակների մի մասնակազմում։ Եվ ցանկացած հոգևորականի խոսքը այս կամ այն ձևով այդ ընտրությունների որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չէ, իրենք էլ են չեմ մասնակցելու։ Այդ խոսքը շատ ծանրակշիռ է լինելու այդ համայնքներում բնակիչների համար իրենց անձնական, ոչ թե քարոզչություն, զուտ անձնական, որ հարցն են, ասենք, ում եք դուք տեսնում։ Երկու հոգևորական խոսում են իրենց հետ։ Սա ինքնին արդեն իշխանությանը նետված մարտահրավեր է։ Եվ իրենք մտածում են, այո, եկեղեցուն մեկ անգամ եւս խեղճացնել, որպեսզի եկեղեցին անգամ իրեն վերապահված այդ մեծ հաշվով Էջմիածին նաեւ միաբանություն այդտեղ։
Այդտեղ ապրում են հոգևորականներ, որոնք մասնակցել են։ Այո, բայց այստեղ նաև վտանգավոր բան կա, չէ՞։ Մենք շատ ասում ենք, որ մեր ազգային ինքնության արթնացում, եկեք ընդունենք, որ եթե 7 տարի շարունակ մենք այս ազգակործանին հանդուրժում ենք, ուրեմն մեր քնածեր կամ այդպես արթուն չէր եւ մենք կարողանում ենք դեն հանդուրժել։ Բայց հիմա ինքը, այո, եկեղեցուց հնչել են եւ շարունակել են հնչել, հիմա ինքը որ արդեն դիպչեց եկեղեցի, Արարատ, հայոց լեզու, այսինքն արմատախիլ է անում հայ ժողովրդին, այսպես, քանի որ արթնացումը կա, հիմա ինքը ինչքան այսպես գնա եկեղեցու վրա, բա հակառակ կողմն էլ կա, չէ՞, սր ինքը կարող է այսպես գնալ, մեկ էլ մի հատ նենց արթնացում լինի հենց Էջմիածնից։ Սա էլ կա, է։ Չի մտածում, որտեղ ինքը ժամանակատոն։ Իրեն ասում են անում ես այդպես։ Հիմա ես ինքս Գյումրիում եմ, ես տեսա, որ Գյումրիում արդեն սթափվել են, մարդիկ ասում են, «Էս ի՞նչ է, Թուրքին բերում է մեր տուն, հեսա այստեղ է, ուզում է այս ռուսական բազան տանի, ես բերում են մեզ մորթել, բերում են ամեն երրորդ գյումրեցին դա էր ասում, ասում չէ, մենք ուզում ենք Վարդան Ղուկասյան, ինչի՞ չի ուզում ասում Վարդան Ղուկասյան, Վարդան Ղուկասյանը մեզ թափության կոչ անում, ասում ինչ եք ուզում, թուրքերին եք ուզում գալ մեզ մորթեն եւ երկրորդ սոցիալական, որ այս մարդիկ թալան չեն, իրանց փողերը չեն տալիս, այսինքն ինչ որ բան տեղի անում, իսկ եթե այդպես ժողովուրդը ոտքի կանգնեց, ինքը պիտի հասկանա, որ այս ինչքան գնաց հարվածեց եկեղեցուն քահանաներին, հակառակ process-ը կարող է լինել։ Իհա մի օր էլ կարտանա, չէ՞ ժողովուրդը։ Ուրեմն մենք մտածում ենք, թե ինչ սպառնալիքներ կարող է առաջացնել իշխանությանը իրենց քայլերից հետո, չէ՞։ Բայց ինքը իր խնդիրը այս քայլը անելն է։ Իհարկե իրենք հաշվել են, որ կարող է արձագանք լինի։ Ինքը չէ։ Իրեն խորհրդականները, որոնք նստած են Երևան քաղաքի եվրոպական մի շարք երկրների եւ Միացյալ Նահանգների դեսպանությունում։ Նորից բաներ, խելագարվել է սա։ 24-ից տեղ հասած տեղեկությունները Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյան եւ թեմի քահանաներին տներում խուզարկություններ են կատարվել եւ վերջինս իսկ խուժան էս ինչ է կատարվում։ Բերման է ենթարկվել Հովանավանքի քահանա Տեր Արամ Տեր Արամի հաղորդման հիման վրա։ Հուդաները շաքաղվեցի, Հիմա նայեք, այստեղ ինչի խնդիրն է, մեծ հաշվով, ուրեմն ես եկեք թվարկենք, հա։ Ուրեմն առաջինը ես կարևորում եմ ընտրությունները։ Այս ընտրությունները փոքր Սարդարաբադ է։ Իհարկե, մեր դիմաց առևել թուրքը զինվորով չի կանգնած զենքով, չէ՞, Սարդարաբադում այդպես է։ Ընդ որում թուրքական բանակի էլիտաներ կանգնած։ Էլիտար դիվիզիաներն են Սարդարաբադում։ Մենք հաղթեցինք։ Մեր բանակի կեսից շատը աշխարհազոր էր, բայց մեռնելու պատրաստական ժողովուրդ էր, որ պահին մարդը իր մեջ մահվան երկյուղը սպանում է, ինքը արդեն հաղթած է թշնամու, կապ չունի ինքը ինչ զենքով է։ Այո, վախը որ 90-ականներին տանկ են գրավել մեր տղերքը մի բանկաներկով մի հատ լաթի կտորով, աբսուրդի հասնող բան է, չէ՞։ Ոնց կարա մի հատ բանկաներկով, տարայով ու լաթի կտորով տանկ գրավեն թուրքական։ Հիմա այսօր առերևույթ Սարդարաբադի այն կողմում թուրք չի երևում, Սարդարաբադ չկա, բայց իրականում Սարդարաբադը, որտև խորհրդանական ընտրություններից առաջ Էջմիածնի պարտությունը ինքը շատ ոգևորիչ է լինելու, առայս որ այստեղ եկեղեցու գործունը, տեղակայման վայրը, եկեղեցու սրբազան հայրերի կեցվածքը, որպես մայր աթոռի միաբան, իրենք այդտեղ իրանք ունեն, չէ՞, ընտրելու։ Սա շատ կարևոր է։ Եվ եթե եւ ամենայն հավանականությամբ այդ ընտրություններում իրապես ընդդիմադիր դաշտը նույն հարթության վրա է կանգնում եւ նույն սկզբունքն է որդեգրում ինչ որ Գյումրիում, այսինքն առավելագույն բոլորը հայտարարել են։ Նայեք, առավելագույն, հիմա ես ասում, առավելագույն ձայն հավաքածին ընդդիմադիր բոլոր ուժերը, որոնք անցողիկ շեմա արդեն իրականացել են, տալիս են իրենց ձայները։ Այո։ Սա նշանակում է, որ մեր համար մենք միգուցե տենց չեն գնահատում, բայց իշխանությունը եւ իր խորհրդականները գնահատել են, որ այս Էջմիածնի ընտրությունները փոքր Սարդարաբադ է։ Ինքը պետք է չպարտվի։ Հիմա ձերբակալելով, հաշվի առնելով Տեր Արամի գործունը, ընդ որում իրենք մի քանի քահանաներից ենքով 2-3, ընդ որում երրորդը ծղրտած, ես քահանաների մասին վատ բաներ ինձ հարցեր մի տվեք եւ իմ մոտ մի գնահատեք ցանկացած քահանայի, որտեվ քահանան սոցիալ է, ես սոցիալի դեմ չեմ խոսա, բայց կարող եմ արարքների մասին, եթե քաղաքական դաշտում է գնահատական տալ։
Ուրեմն Տեր Արամին եւս մեկը միացավ, հետո երրորդը հետ քայլ արեց։ Այսինքն Փաշինյանը որտեղ մտածում էր, որ տասնյակ քահանաներ կարող են իրար կողք Տեր Արամ մի կողքը կանգնել եւ ընդվզել եւ այլն, չեղավ։ Ուրեմն քանի որ համոզելով չեղավ, ինչով դիլնի վախով։ Ուրեմն երկրորդ նպատակը այս ձերբակալությունների շարք։ Այսինքն այս քահանաները եւ թեմի առաջնորդ Արագածոտնի Մկրտիչ Սրբազանը ինչ պետք է անեին մի քահանայի Տեր Արամի, որ ածնգար, հասկանում եք դուք, ազգային անվտանգության նա վտանգում անձինք։ Կարող է քրեական ինչ-որ վախեցել են, խոսել են, գոռացել են, բայց ածեն ինչ կապ ունի տեղ։ Օրինակ, տեսականորեն եմ ասում, Արամին ասել են փխ։ Այդ մարդը վախեցել է, կամ բացատել են, հորդոել են Աստծո խոսքով, որ կարած է Հուդայի գործը։ Օրինակ եմ ասում։ Սոցիալական ցանցերում բացեք նայեք, Տեր Արամից ինչ ես շատ վատ եմ զգում, որ նորից եմ ասում, օծյալի հանդեպ սոցիալական ցանցերում մի մասը մեկնաբանությունների գնահատականը շատ վիրավորական է, դա չեմ ընդունում։ Բայց փաստը մնում է փաստ, որ անգամ եթե Տեր Արամի նկատմամբ ինչ որ բան արած լինեն, դա ԱՑ-ի հետ ինչ կապ ունի։ Հակասահման, այսինքն սահմանադրական կարգ է տապալվում։ Չէ, հաստատ չէ։ Տեր Արամը սահմանադրության հետ կապ չունի երկրի սահմանադրական կարգի։ Երկրորդ, այլ երկրների հատուկ ծառայություններն են անդամակցել որպես գործակալ, այսինքն հակահետախուզության տվյալներով է ձերբակալվել, չէ, դες բան չկա։ Բայց ինչ գործ ունի ԱԱՑ-ն։ Այսինքն ինչու են ԱԱՑ-ին ֆաստ տվել, գիտեք ինչու։ Ինչու։ Ամենայն հավանականությամբ այս կեղտոտ գործին ոստիկանությունը չի լցվում, քննչական մարմինները չեն լցվում։ Իսկ նոր ԱԱՑ-ի նոր տնօրենը պատրաստական է հերթական անգամ ցույց տալու, որ ինքը Փաշինյան Նիկոլի համապատասխան մասի այն ամենաընտիր մազն է։ Եվ դրա համար ինքը կատարում է։ Հիմա որ հարցն ես ԱԱՑ-ը, եթե սա իրականություն է, մենք գնահատում ենք որտեղ երկու աղբյուր, չէ՞, 24 նյուսներ, մյուսը լուրջ աղբյուրներ են։ Սպուտնիկ Արմենիա, այսինքն լուրջ աղբյուրներ։ Չէ, արդեն հաստատել է Տեր Եսային, մամուլի պատասխանատուն հայ-առաքելական եկեղեցու, այո, արդեն չէ, հաստատել է, որ այդպես է։ Քահանաների ձերբակալում։ Առաջին 3-ը այն սկզբում հաստատել է, որ այո, կա։ Դա հիմա Այստեղից հետևություն, ԱԱՑ-ի տնօրենը ամենայն հավանականությամբ մենք միջև երեկո շատ ինձ այդպես է թվում, որ կլսենք տարբեր տեղերից, որտեվ եթե 1-2 ժամվա ընթացքում արդեն 7-8 անվան մասին է մի քանի թեմերի վրա հարձակվել են, սա նշանակում է, որ բոլոր ուղղություններով գնալու է այս թուրքը։ Լավ ասեցիք։ Դիգչին է անում, ես ամեն առավոտ իրան հաճախոսություն եմ անում։ Այ ես խնդրում եմ։ Թուրք չի։ Մի վարքյան, ոչ։ Թուրք չի։ Թուրքը, որպես թուրքական ժողովուրդների մի տող ստեղծել է Օսմանյան կայսրություն։ Ինքը չմիայն, նաև ինքը, եւ այսօրվա Թուրքիան ինքը իրավա հաջորդն է Օսմանյան կայսրության։ Ժողովուրդ, որը խաշնարածներից վերածվեց չակերտավոր քաղաքակրթված եւ երկիր մոլորակի դրախտավայր տարածքում, որը մեր հայրենիքն է, ստեղծեց պետություն։ Այդ ժողովրդին չի կարելի վիրավորել, թշնամի որպես կարելի ընդունել, ես այդպես եմ ընդունում, բայց վիրավորել չէ։ Սա ում մասին դուք ասում եք, ինքը թուրքի շունը։ Իսկ շունը կենթանական աշխարհում ամենահավատարիմ ծառայող հավատարմության խորհրդանիշը։ Ինքը հավատարմորեն ծառայում է։ Թուրքիան, Ադրբեջան, որ մենք ասում ենք, ասոցացվում ենք թուրք բառով, չէ՞, մեկ բառով։ Նու չենք ասում այդքան ադրբեջանցի թուրք, նու։ Առավես որ երկու պետություն մեկ ազգ կարգախոս է, չէ՞։ Մեկ ազգը թուրքն է։ Հիմա ես ասում թուրքի շուն, որը հավատարմորեն թուրք ազգին ծառայում է։ Թուրքերը իրանց շների վերջում ինչ են անում։ Ես չգիտեմ, այդ թուրքերին դե հարցնես։ Հիմա սա է իրականությունը։ Այսինքն առաջինը ընտրություններ, երկրորդը Տեր Արամ, որտեղ չկարողացան շատ քահանաներ հավաքել, հիմա վախի մթնոլորտով փորձում են այս ձևով մյուս քահանաներին վախացնել, որ եթե հանկարծ ձեզ մոտենան, ինչ որ բան առաջարկեն, դες մի անգամից չեմի ասեք էլի։ Երրորդ, սա անձնապես ուղղված է Վեհափար Հայրապետի դեմ այս գործողությունը։ Ակնհայտ է, որ ճիշտ է, եկեղեցին որպես բուրգաձև ուղղաձիգ կառույց, զինվորական կառույցի նման, այնտեղ ուրեմն սուբորդինացիան շատ հստակ է։ Եվ կապ չունի ազգակցական, բարեկամական, բայց քանի որ Փաշինյանը իր ամբողջ ուղղությունով ԽՑԲ-ը,
խնամի ծանոթ բարեկամ, հա, ինքը այդ լոգիկայով մտածում է, որ եթե վեհապար հայրապետի քրոջ զավակին, որը Արագածոտնի թեմի առաջնորդն է, ձերբակալում է, վեհապարը դրանից պիտի խեղճանա, պիտի հուզվի, պիտի ծնկի գա։ Չէ, ներողություն, դրանից առաջ էլ եղբոր որդուներ տարի 2-3 տարի փակի էր, տեսա որ չխեղճացավ ու բան չարեց, էլի։ Ո՞նց եղբոր որդու։ Կաթողիկոսի։ Մի րոպե, ես խոսքս հոգևորական կառույցի մասին է։ Հոգևորական, այսինքն եղբոր որդին ազգակցական է, տարավ։ Շատ ղեկավարների բարեկամներ կարող արարքներ անել եւ դա միայն Հայաստանը չվերաբերվի։ Սա նոր ես խոսքս հոգևորական բարձրացան հոգևորական։ Պարոն Աղետյան, ես կարծում եմ կաթողիկոսի համար տարբերություն չկա, իր որ քահանային էլ կպնեն, իր որ սրբազանին էլ այդ բան չի։ Մի վարքյան, դուք ձեր պրիզմայով եք, չէ՞, ես համաձայն եմ։ Եվ նաև վեհապարի։ Մի վարքյան, ես համաձայն եմ ձեր գրած, բայց դուք նայեք Նիկոլի պրիզմայով, է։ Նիկոլի պրիզմայով հարազատին մոտիկին կպնելը դա լծակ է, բանոց, իհարկե, վստահաբար լծակ է։ Եվ հետաբար եւ պատական չի այս թեմը։ Ես կարծում եմ հաջորդը եթե սկսեց այս այլանդակությունները շարունակելու է, դա Ես վստահ եմ որ միջև օրվա վերջ լորվա կողմնագնալու, որտեվ այս վերջերս ես տեսել եմ ուրեմն Վանաձորում, ուրեմն այդ թեմի անվանումը ոնց է, լորի չի, այլ անվանումը, բայց Վանաձորում է նստում։ Ուրեմն այդ թեմի առաջնորդի խոսքը, որը շատ արմատական է, չափելի չի անգամ, ընդ որում Մկրտիչ Սերբազյանը հրապարակավ տենց առանձնապես ինքը հանդեսել չի եղել քաղաքական մոտեցումների, իշխանությունների վարքի եւ այլն, բայց Վանաձորում նստող թեմի առաջնորդը ինքը շատ խիստ արմատական կեցվածք ունի։ Այսինքն ես կարծում եմ հաջորդը լինելու է հարվածի այնտեղ։ Հիմա սա մի կողմից, այո, մեր մոտ զայրույթ է առաջանում, մենք այդպես փորձում ենք ընդվզել եւ այլն, բայց մյուս կողմից սա իրար կողք կանգնելու կոնսոլիդացիայի որոշակի առումով բան է։ Ինչու՞ց է, հա։ Այսինքն հիմա Բայց մենք պիտի նկատի ունենք, որ սա որևէ պարագայում չպիտի դիտարկվի, որ քայլ է, ես համաձայն եմ ձեզ հետ, որ ինքը հիմա թիրախում ընտրել է վեհապարին եւ կաթողիկոսը, բայց չկա այդպիսի բան, թիրախում հայ առաքելական եկեղեցին է, իրականում հայ առաքելակ, որտեվ ինքը ինչ պիտի անի։ Կաթողիկոսը հայտարարել է, որ հրաժարական չի տալու, ինքը ասում է ես ամեն ինչ անել եմ, որ ինքը հրաժարական տա, ճիշտ է։ Այսինքն ինչ անելու, տանելա ձերբակալի, հա։ Մի հատ ինչ որ կամակատարի բերի նստածնի, որ ինչ անի։ Որ քանդի չէ հայ առաքելական եկեղեցին։ Հետևաբար խնդիրը կաթողիկոսի վեհապարի մեջ չի, ինքը խնդիր ունի հայ առաքելական եկեղեցին քարուքանդ անելու գլխավոր խնդիրը հայ առաքելական եկեղեցին։ Ուրեմն մենք պիտի վաղարշապացիներին, հայ ժողովրդին հասկացնենք, որ սա չնայած ինձ ասում են, որ այնտեղ իսկապես արտնացում կա, իրենք հասկացել են, որ այս ազգային ինքնության ոչնչացման բաներով ազգային կոդերը ոչնչացնելու դեմ է եւ այդ արտնացումը կա ու ինքը չի վարանում, դուք էլ ճիշտ եք ասում, որ փաստորեն իր արևին այսպես վախի մթնոլորտ ընտրություններից առաջ ինչքան է մնա, մեկ ամիս, հա, երևի նոյեմբերի 16-ին։ Հա, դա ճիշտ մեկ ամիս։ Մեկ ամիս 2 օր։ Բան չի մնացել այդ ընտրություններին, ինքը հիմա արդեն փորձում է, բան, որովհետև ընդդիմությունը ի պատիվ ընդդիմության շատ կազմակերպված են աշխատում, շատ միասնական են, ի սկզբանե բոլորը հայտարարել են, բոլորը միանալու են այդ ընդդիմադիր տեխնացուին, իհարկե ինքը այստեղ գտել է մի դավաճան սրիկայի, որ ամեն առավոտ պատկերավոր ասած ինքը թքում է իր հերոս հոր գերեզմանի վրա, խոսքը Արգիշտի Մեխակյանի մասին է, ում հայրը հերոս էր, պատվարժան մի հայ, մանկավարժ լինելով մասնակցել է Արցախի ազատագրմանը, այսօր իր որդին, որ ասում են Խաչիկն է Մանուկյան նեղվել, ասում է դե որդին ձերքը, երեխան ձերքը գնացել էր, հետո ինչ որ բաներ էին տակը գրում, կարծեմ իմ դիտարկումը ճիշտ էր, որ բա քանի այդպիսի երեխա պիտի ծնվեր, հա? Քանիսը պիտի ծնվեի, որ չեն ծնվել, որ հիմա ես պիտի խնայեմ, որտեվ Արգիշտի Մեխակյանը իր երեխայի հետ գնացել են, այնտեղ ասել են դու դավաճան ես։ Եվ բացի այդ մի ուրիշ բան է գտել, ուրեմն փաստորեն ազատ դեմոկրատները Քոքոբլյանենք առաջադրել են մեկի տեխնացիոնը, իբր թե ինքը անկախ, բայց հայտնի է, չէ, որ Քոքոբլյանները ինչ ֆինանսական մեծ ահռելի համագործակցություն ունեն Նիկոլ Փաշինյանի եղբոր հետ,
Դրա մասին համենայնպես Շենգենան Տաուշի հանքերը։ Չգիտեմ, հանքեր են ինչ որ, նրանք մեծ համագործակցություն։ Կոբելյանը այնքան այդ հանքերի մեջ մտավ լրիվ ճաղը դարձավ։ Եկել է իր գումարներով, ուզում է գնել վաղարշապացին, իբր ինքը ընդդիմություն չի։ Իբր բան չի, անազգանը ոնց է դրա, մի հատ էլ ճշտեք ինձ ասեք դրա անազգանը, մենք դրա մասին իհարկե խոսենք, այսինքն ինքը Գյումրու տարբերակը, քանի որ մի տեխնացիով չաշխատեց եւ մեկն էլ կա այնտեղ Արամ Զավենի Սարգսյանի տեխնացուն, չգիտեմ ծանոթ եք թե ծանոթ չեք, ցավոք սրտի մենք չհասցրեցինք սա անով ներկայացնել, ես հիմա սա կասեմ թե ով է։ Ինչ դուք ասեք, ես մս լսողներին ասեմ։ Ուրեմն Հարություն Մկրտչյանը հայտարարում է, սա մենք մյուս հաղորդման ժամանակ կհասցնենք արդեն անի վրա կցուցադրենք։ Հայտարարում է, որ ասում մենք հարցակվելու ենք եկեղեցու վրա։ Արամ Զավենի տեխնացուն է։ Այո։ Այս հորտն ասում Այո, ասում է մենք, այո, հենց պահը գա, մենք հարցակվելու ենք։ Ինձ հետաքրքիր է, տիպիկ քաձիկները 44 օրային բանակում ծառայություն են, մի խոսեք, իրանք բոլորին դատի են տալի։ Հիմա էլ սպանում են Ստեփան Սամվելյանին, իրանք այդպես։ Ու տանում հիմա կասի, գիտեք ինչ կարի, մի հատ թղթի վրա կձայնա, կգրի, կտանի կասի դեսպան, Հայկ Նապետյանից բան ասե, փող կտակ։ Նրանք էլ ասելու են, իսկ դու կտաս։ Կասի այ ուրիշ բան բայց։ Չէ, կասի ես վաղուց եմ ապացուցել, ես վաղուց եմ ցույց տվել։ Հիմա սա դրեք Մարիամ, որ ցուցադրենք, բայց մարդը ասում է ուրեմն Հարություն Մկրտչյան, խնդրեմ։ Կարոզաշավի ընթացքին համընկնի դա։ Ես խոստանում եմ եւ պես փուլից եմ ասում իմ ընտրողներին եւ առասարակին։ Հարություն Մկրտչյան, լսեք։ Ես այդ օրը կվերցնեմ time out։ Եվ կգնաք եւ իբրև հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ այո կմիանա Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված քաղաքացի հավատացյալ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվելիք հոգևոր հավաքի։ Անուն նրա, որ Կետրիշ Ներսիսյանը Սրիկա, լսեցիք։ Ինձ կուղարկես, հա։ Հենց հիմա կուղարկեմ։ Այդ տեսանյութը։ Հենց հիմա կուղարկեմ։ Լավ։ Մինչև Անժելան նայի, ես ուզում եմ Արա Զոհրաբյանի փաստաբանների ակադեմիայի ղեկավարն, հա, այս Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են։ Իդեպ վայրը թաքցնում են։ Խուժան է սրանք։ Գող են, մարդիկ գողացել։ Սա մարդավորություն է կոչվում։ Վահրամ Ազատյան, այս ազատ դեմոկրատների տեխնացուն, այդպես ինձ փոխանցեցին, կճշտենք Վահրամ Ազատյան, այս տեխնացուն, սիրելիներս, Նիկոլենց տեխնացուն է, վաղարշապացիներ, էջմիածինցիներ չխափնվեք եւ իսկ Արամ Զավենի Սարգսյանի տեխնացուն, ես ներկայացրի, մարդը գալու է, հարցակվելու է Նիկոլի նման։ Ներողություն խնդրեմ, պարոն։ Ուրեմն ասում է, պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի 451 հոդվածին, բռնի անհետացում։ Ըստ այդ նորմի բռնի անհետացումը պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս, պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով, որտեղ հարցել են որտեղ է Արագածոտնի թեմի առաջնորդի եւ 5 հոգեվորականները չեն ասում։ Գող են սրանք, մարդագող։ Այսինքն, լավ, հիմա Անժելա, մի րոպե, այ հիմա դուք Ուր են հոգեվորականները։ Մի րոպե, դուք ստեղ պահում եք մեր այն անդիմադիրների նման, որոնք ասում են, որ կարելի է, այո, Փաշինյանը վատա կառավարում, Փաշինյանի ժամ առաջ պետք է հեռացնել։ Ես հիմա մի պահ այդ իրողությունից դուրս են գալիս 1941, 42, 43 թվական Բելարուսիա, Ուկրաինա, գերմանացիները գյուղերից մեկին պարտիզաններին համագործակցելու օգնելու պատրվակով որ տանում էին, ինչ որ մեկին հարցնում էին, ասում էին ուր են տանում, ասում էին ինչ կտանքների են ենթարկում, հետո ասում էին որտեղ են գնդակարելու, հետո ասում էին որ երեխաներին են տանելու, կնոջն են տանելու։ Օկուպացիոն ռեժիմը ոչ մեկին ասելու չունի։ Ես էլ մեկ անգամ եւս հաստատում եմ ասացի, որ օկուպացիոն ռեժիմը կարա մարդուն գողանա, այս մարդիկ պատանդեն այնպես ինչպես ովքեր գտնում են բանտերում։ Մենք էլ ենք պատանդվա, մենք ինչ ենք։ Իհարկե, բայց եթե երկիրը օկուպացիոն ռեժիմի ներքո է,
Մենք ընդհանրապես պատանդ ենք այնքանով, որ ճաղերի էս կողմում ենք։ Իսկ մեր որոշ ընկերներ ակտիվ ճաղերի են կողմում։ Մենք պատանդի իհարկե երկիրը պատանդարված վիճակում է։ Օկուպացիոն ռեժիմի գործելավոճը հենց սա է։ Կարա հոգևորականներին տանու, չասի ուրա տանում։ Սա որպես իրողություն, քանի մենք այս իրողությունը իրապես չեն գնահատել, մենք ակնկալիք ունենք եւ ասում ենք, ինչպիսի ապօրինություն են կատարել ԱԱՑ-ն, քննչական կոմիտեն, Փաշինյան Նիկոլը, ապօրինի, իսկ Փաշինյան Նիկոլը գնում է քսֆսվում է, բան, ձերդ մեծություն, ես վարչապետ եմ, ինչ ճանաչում եք։ Չէ, մի րոպե, մի քաշեք։ Տրամպի նախ ինքը չի քաշում։